չկան, հարգելի գործընկերներ, քննարկում են կառավարության ներկայացրած վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, օրենքի նախագիծը առաջին ընթերցման ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող Սրբուհի Գալյան, Արդարադատության նախարար, համեցեք տիկին նախարար։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Աշակյան, հարգելի գործընկերներ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարական հիմնարկներում կալանավորվածներին պահելու վայրերում եւ ձերբակալված անձանց պահելու վայրերում արգելված առարկաների ներթափանցման դեպքերի կանխարգելման եւ գործող վարչական պատասխանատվության միջոցների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։ Գործող կարգավորումների կիրառման փորձը ցույց է տալիս, որ ներկայում նախատեսված վարչական տուժերն ու դրանց չափերը բավարար չափով չեն ապահովում իրավախախտումների կանխարգելումը։ Գործնականում արձանագրվում են դեպքեր, երբ անձին անազատության մեջ պահվող անձանց փոխանցում կամ փոխանցելու փորձ են կատարում արգելված առարկաներ, վճարում են իրավախախտման համար նախատեսված համեմատաբար մեղմ տուգանքը եւ կրկին կատարում նույն իրավախախտումը։ Օրինակ, միևնույն գործարանային համարով հեռախոսը կրկին հանձնվել կամ հանձնվելու փորձ է կատարվել քրեակատարական հիմնարկում պահվող անձին։ Միաժամանակ գործող կարգավորումները պատասխանատվություն են նախատեսում միայն արգելված առարկաները հանձնելու կամ հանձնելու փորձ կատարելու համար։ Մինչդեռ գործնականում հանդիպում են նաև իրավիճակներ, երբ անձը նախապես տեղեկացված լինելով արգելված առարկաների ցանկի մասին եւ օրենքով սահմանված կարգով անցնելով զննության եւ կամ անձնական խուզարկություն, այնուամենայնիվ իր մոտ պահում է արգելված առարկա եւ այն տեղափոխում է քրեակատարական հիմնարկի տարածք։ Ընդ որում դրանք կարող են չհանձնվել անազատության մեջ պահվող անձանց, այլ հայտնաբերվել օրինակ տեսակցության սենյակում։ Նման պայմաններում խնդրահարույց է դառնում անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կարգավորումները տարածվում են միայն արգելված առարկաներ հանձնելու կամ հանձնելու փորձի համար, հետևաբար նկարագրված իրավիճակը չի ստանում պատշաճ իրավական գնահատական։ Բացի այդ, թեև պետական ծառայողի կողմից արգելված առարկաների հանձնումը նախատեսված է որպես վարչական իրավախախտում, պետք է նկատել, որ պետական ծառայողի կողմից քրեակատարական հիմնարկում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելը ըստ էության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով սահմանված հանցակազմի հատկանիշներ է պարունակում։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումներն իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան։ Վերոգրյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ համաչափության, ինչպես նաև կանխարգելիչ նպատակների առավել արդյունավետ իրագործման համար անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումը։ Ըստ այդմ նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվություն քրեակատարական հիմնարկի ներքին եւ արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած եւ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելու համար։ Վերանայել քրեակատարական հիմնարկներում կանոնավորվածներին եւ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու կամ հանձնելու փորձի համար նախատեսված վարչական տուգանքի չափը, մասնավորապես հիշալ արարքի համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 100 պատիկից 300 պատիկի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի 200 պատիկից 500 պատիկի չափով, իսկ նույն արարքը վարչական տուժի միջոցներ կիրառելուց հետո 1 տարվա ընթացքում կրկին կատարելու համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 200 պատիկից 500 պատիկի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի 200 պատիկից 600 պատիկի չափով։ Քննարկվող իրավախախտումների համար որպես վարչական տուժ նախատեսել նաև վարչական իրավախախտում կատարելու գործի կամ ամիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը քրեակատարական հիմնարկներում արգելված իրերի շրջապտույտը կանխելու նպատակով։ Խնդրում եմ կողմ քվեարկել նախագծի ընդունմանը։ Շնորհակալություն տիկին նախարար, հարցերի համար գրանցում։ Գրանցված պատգամավորներ չկան, հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանին, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, շատ կարևոր նախագիծ է կարծում եմ եւ մենք հանձնաժողովի նիստում պայմանավորվել ենք, որ պիտի հետևողական լինենք հասկանալու համար, թե արդյոք այս նախագծի ընդունումից հետո դեպքերի հաճախականությունը ինչպիսին է լինում եւ արդյոք կանխարգելումը ստացվում է այս նախագծով, եթե ոչ, ապա նորից
մտածենք, թե ինչպես կարելի է կանխարգելել արգելված իրերի ներմուծումը քրեակատարողական հիմնար, հետևաբար հանձնաժողովը դրական քվեով արժանացել նախագիծը եւ առաջարկում եմ կողմ քվեարկել նախագծը։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։ Մտքերի փոխանակություն։ Եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք։ Հարգելի գործընկերներ, անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը, քննարկում ենք կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը